Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ, ուրախ եմ, որ այսօր եւս Տիրոջ առաջ հնարավորություն ենք կանգնելու մեծարանքով, փառաբանությամբ։ Ասեմ, որ ոչ բոլորը այս հնարավորությունն ունեն եւ ոչ բոլորն են գնահատում այս հնարավորությունը։ Ուրախ եմ, որ դուք գնահատում եք եւ ձեզ համար ուղղակի տերունական օրը պաշտամունքին մասնակցելը զուտ ինքնանպատակ չէ, այլ մենք ճշմարտապես փափագում ենք Աստծո խոսքը ճանաչել իր կամքը, աղոթքով գալ մեր Տիրոջ առաջ եւ խնդրել, որպեսզի Տերը օրհնի ու պատրաստ անի մեզ Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Սա մեր փափագը պետք է լինի ամեն օրվա հետ կապված եւ ոչ միայն Կիրակի օրվա հետ կապված։ Բայց այնուամենայնիվ ուրախ եմ, որ դուք այդ փափագը, այդ ցանկությունն ունեք։ Շնորհակալ եմ այն աղոթների համար, որ աղոթում եք, որտեվ Տիրոջ շնորհքով առանց որևէ խոչընդոտի ստացվեց գնալ Մոլդովան այցելել, մասնակցել սեմինարին եւ հիմնականն ինչի համար որ ծրագրված էր, այդ ամեն ինչը իրականություն դարձավ։ Նրանք, ովքեր որ Մոլդովա գնացել են, գուցե կպատկերացնեք Սովետ Միության շրջանակների պետությունը, որ շատ նման է մեր պետությանը, ի տարբերություն նրան, որ տեսնում ես, որ որոշակի ձգտում կա դեպի Եվրոպան, այսինքն նոր շինությունները, մարդկանց մտածելակերպը, նույնիսկ իրանք ասում են գները շատ նման են կամ գնում են դեպի Եվրոպային։ Դա իրենց որոշումն է, այսինքն ցանկացած պետություն ինքն է որոշում ինչ ընթացք ունենա, բայց մի փոքր ցավ պատճառեց։ Հիմա կասեք երկու պատգամը խոսում ես մի քիչ որոշակի բացասական բանով, բայց այնուամենայնիվ ուզում եմ ձեզ հետ բաժնեկցել, որովհետև վաղ թե ուշ դա Հայաստանել է գալու։ Արդեն իսկ եկել է, բայց այնտեղ բավականին շատ վառ արտահայտված էր դա։ Ինչի մասն է խոսքը գնում է լիբերալ մտածելակերպի, ազատականության, ու այն ուզեն թե չուզեն, եթե արթուն չեն խոսքի մեջ, այդ գաղափարախոսությունը մտնում է նաև եկեղեցու վարդապետության շրջանակում։ Ունենք դասախոսներ, 2 դասախոս էր հիմնական ու 3 ավելի, ու երկու ընդամենը դրվագ կասեմ, որպեսզի պատկերացնեք ինչի մասն է խոսքը գնում, որտեղ անընդհատ գուցե կրկնեմ լիբերալ, բայց չպատկերացնենք ինչի մասն է խոսքը գնում։ Մի հոգին պատմում էր, որ մենք որպես եկեղեցի, երբ որ մարդկանց նկատմամբ խնամակալություն ենք տանում, միայն հոգևոր առումով չպետք է կենտրոնանանք, այլ պետք է իրենց ուսուցանենք, սովորեցնենք կամ դրդենք, որ իրանք աճեն կամ կրթություն ստանան, սոցիալական առումով ճիշտ վերաբերմունք ունենան, ֆինանսական առումով կարողանան ճիշտ ֆինանսը կառավարել, նման մի բան, բնության շրջանակում զգուշավոր լինեն պետության, բնության առումով, ու տեսեք, այն ինչ որ ասում եմ, ինքնին վատ բաներ չեն, հասկացեք, այսինքն այո եւ ամեն, մենք որպես եկեղեցի խորհուրդ պետքա տանք, օգնենք, որպեսզի երիտասարդները մարդիկ այս բնագավառում լինեն։ Խնդիրը շեշտադրման մեջ էր, որ եթե մենք որպես եկեղեցի այդ հարցերում չենք ուսուցանում, մենք ինչ որ մի բան կիսատ ենք անում։ Այնինչ Աստծո խոսքը մեզ հստակ տվել է պարտականություն խոսելու, քարոզելու Աստծո խոսքը, այսինքն քրիստոնեության շրջանակում դաստիարակելու։ Հետևաբար, եթե ես ասում եմ, որ միայն սա բավարար չէ, մենք պետք է նաև այս բոլոր ուսուցումներն ավելացնենք, ես ակամայից ասում եմ, որ ավետարանը բավական չէ։ Եվ ես այդ հարցը տվեցի, ասացի հոգևոր խնամակալության համար ավետարանը բավարար չէ, ասաց չէ, բավարար չէ։ Ասում եմ, իսկ ինչ է վերաբերվում, երբ որ կարդում ենք օրինակի համար 2 Տիմոթեոս 3 գլուխ 16-17 համարներին, երբ որ շատ հստակ խոսում է, որ ավետարանը բավարար է, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված։ Այդ դեպքում ինչպես վարվենք, երբ որ խոսքը սրա մասին է ասում։
Եվ ինքը մի փոքր փորձեց այլ կողմից նայել, այնուամենայնիվ չեմ ուզում հիմա ավելի մեկնաբանությունների գիրկը ընկնել, բայց մեզ համար որպես քրիստոնյաների, որպես հոգևորների, ավետարանը Աստծո խոսքը բավարար է, որպեսզի մենք պատրաստ լինենք Աստծո առաջ ճիշտ կերպով ծառայելու, վարվելու այնպես, ինչպես որ պետքն է։ Եվ առաջնային նպատակը փրկության համար է, որպեսզի մենք փրկվելով Տիրոջը փառավորենք։ Դրա համար ավետարանը բավարար է։ Երկրորդ խնդիրը ինչ որ տեսանք, տղեկ ջան, կարաք նստեք, տեղ կա, ստեղել կա, համեցեք։ Երկրորդ բանը, ինչ որ նկատեցի, դա երկրորդ խոսնակն էր խոսում էր վերաբերմունքի մասին կամ ընտանիքում, եկեղեցում ինչպիսի փոխհարաբերություն պետք է ունենանք, եւ մի քանի օրինակ բերեց իր ընտանիքից։ Նորից չեմ ուզում քննադատեմ ամեն մեկը ինքն է որոշում, ինչ որոշում կայացնի կամ ինչպես դաստիարակի երեխաներին, բայց պարզ օրինակ էր բերում, ասում էր, օրինակ մենք տղայիս այս ձև ենք դաստիարակում։ Ես օրինակ ասում եմ տղայիս ասել է, որ եթե հանկարծ պահ գա քո պատանեկության կյանքի ընթացքում, որ որոշում կայացնես, օրինակի համար ուզում ես ծխել փորձել, կգաս կասես, մենք ընտանիքում միասին կծխենք։ Նայ, հիմա մեզ համար մի քիչ էդի խնդալու հասկացողություն է, բայց այս մարդը այս ձև էր դաստիարակը։ Ու ասում է, գիտեք ինչ, տղաս դարձավ 12 տարեկան, ու մոտեցավ, ասեց, պապա, հիշում ես, որ սենց բան ես ասել, ուզում եմ ծխենք։ Ու ասում է, հիմա ճիշտ ասած մտածում եմ, ինչ սիգարետ կամ ինչ բան առաջարկեն, որ միանգամից դուրս չգա։ Գիտեք, ինքը մի քիչ սենց ոնց որ հումորային է հնչում, բայց ես սրա մեջ լուրջ խնդիր եմ տեսնում։ Այսինքն ի՞նչ է նշանակում, տղան եկավ ասում է ու մենք միասին հիմա այդ բանը պետքա փորձենք։ Կամ ուրիշ օրինակ բերեց, ասեց մի անգամ տղաս ամանները պետքա լվանար, կինս ասեց գնա ամանները լվանալու, տղաս ասեց չէ ու ֆրած գնաց սենյակը։ Կինս եկավ, բողոքում էր, ասում էր ախր չես տենում, տղատ ինչպես է վարվում, դու էլ գրել ես գենդերային հավասարության մասին, օրենսդրության մեջ փոփոխություն ես բերել, ախր ոնց ես թույլ տալի նման ձևով վարվի, ու հայրը ինչ որոշում է կայացնում, ասում է հավաքեցինք ժողով, միասին քննարկեցինք, որոշեցինք, որ օրինակի համար շաբաթվա առաջի օրը ես եմ ամանները լվանում, մյուս օրը մաման է լվանում, մյուս օրը տղան է լվանում, ու վсё, վերջ, հարցը վերջացավ, արդարություն սահմանվեց։ Ու նորից տպավորություն է ստեղծում, հարց առաջ գալիս։ Ընտանիքում տան տղամարդը ով է։ Տեսեք, ես չեմ ասում բռի, չոբան, վերաբերմունք, վարք, սրա մասին չի խոսքս գնում։ Խոսքս գնում է առաջնորդելու ճիշտ կերպով, ճիշտը ճիշտ ձևով վարվելու եւ սխալը սխալ ասելով։ Եվ եթե նման վերաբերմունք կա ընտանիքում, ինչպիսի վերաբերմունք պետք է լինի եկեղեցում։ Երբ որ մենք թույլ ենք տալիս որ կարծես ազատական մտածելակերպը, լիբերալ մտածելակերպը մտնում է մեր ընտանիքներ, մտնում է մեր եկեղեցիներ, շատ բաներ ուղղակի տակնու վրա են լինում։ Շատ չեմ կենտրոնանա սրա մասին, բայց ուղղակի մենք աղոթող պետք է լինենք, որտեղ ասեմ, որ այս գաղափարախոսությունը, այս ամենը շատ շուտով նաև գալու է Հայաստան, մենք մի քիչ հետ ենք ընկած այդ ամեն ինչից, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչը գալիս է։ Այս ամեն ինչը հասնելու է մեր մոտ։ Այսօրվա ջահելությունը նման մտածելակերպով են դաստիարակվում։ Եվ մենք որպես եկեղեցի պետք է կարճած լինենք Աստծո խոսքից, որտեղ սա մեզ համար կարևոր։ Շատ լավ, սիրելիներ, անցնենք խոսքին, ճիշտ է, մի քիչ sense ահագին ժամանակ տարավ, բայց կարևոր է սա։ Այսօր խոսելու ենք Աստծո խոսքի լիարժեք իրականացման մասին։ Խոսելու ենք, որ Աստվածաշունչը որպես Աստվածաշունչ, ամեն մի տառը, ամեն մի խոսքը իրականություն է դառնալու, ամեն մի ստորակետը։ Եվ ինչի եմ այս ամենն ասում, որտեվ հավատում եմ, որ Տեր Աստված գերիշխան է եւ մարդկության ողջ պատմության ընթացքում Աստված դրա մասին շատ հստակ ցույց է տվել եւ մենք մեր պատմության շրջանակում, մեր կյանքի ընթացքում մենք այդ ամենը տեսնում ենք։ Աշխարհիկ շրջանակներում վստահ եք, լսել եք ճակատագիր արտահայտությունը։ Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր որ նույնիսկ կարան չհավատան Աստծուն, շատ դեպքերում մարդիկ կան, ովքեր որ հավատում են ճակատագրին։ Ճակատագիր ասվածը ինչ է, դա ոչ գիտական, ասենք ըմբռնման, մի փիլիսոփայություն է, որ օրինակի համար ամեն բան կամ ապագան ինչ է եղած, կան խորոշված է։
Ինչպես որ այսև ասում են, չէ, ճակատին գրված է։ Ինչպես որ ճակատին գրված է, այդպես էլ լինելու է։ Ընկալվում է իբրև անխուսափելի մի բան։ Այս ձևը որոշված, այս ձև էլ պետքա լինի։ Հետաքրքիր է։ Մարդիկ, ովքեր որ Աստծուն չեն հավատում, կարան հավատան ճակատագրին։ Շատ դեպքերում մենք որպես հոգևորներ այս դեպքում չենք հավատում, որ Աստված գերիշխան է եւ ամեն բան իմանալով ծրագրերը իր կամքի համեմատ։ Գիտեք, sense մի քիչ նուրբ գծեր կա։ Ես չեմ ուզում ասեմ, որ մենք որպես հավատացյալներ հավատում ենք ճակատագրին։ Ես ուզում եմ ասեմ, որ ամեն բան իրականանում է եւ իրականություն է դառնում այնպես, ինչպես որ Տերն է ցանկանում։ Եկեք բացենք Մատթեոսի ավետարան 2-րդ գլուխ 13-ից 23 համարները։ Մատթեոս 2, ընթերցելու ենք 13-ից 23 համարները։ Մատթեոս ավետարան 2-րդ գլուխ 13-ից 23։ Հիշում եք, վերջացրեցինք նրանով, որ մոգերը եկան, հետո ստացան հրեշտակից պատվեր, որ չգնան հետ Երուսաղեմ եւ գնացին ուրիշ ուղղությամբ։ 13 համարը շարունակությունն է։ Եվ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վեր կաց, վերցրու երեխային ու նրա մորը եւ փախիր Եգիպտոս, այնտեղ մնա, մինչեւ քեզ ասեմ, որովհետեւ Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի»։ Հովսեփը վեր կացավ, գիշերով վերցրեց երեխային, նրա մորը եւ մեկնեց Եգիպտոս։ Նա այնտեղ մնաց մինչեւ Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. Եգիպտոսից իմ որդուն կանչեցի։ Այն ժամանակ Հերովդեսը տեսնելով, որ մոգերից խաբվել է, խիստ զայրացավ։ Նա մարդ ուղարկեց կոտորելու Բեթլեհեմում եւ նրա սահմաններում գտնվող 2 տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից։ Այդ ժամանակ իրականացավ Երեմիայի մարգարեի միջոցով ասվածը, Ռամայում ձայն լսվեց, ողբ ու սաստիկ լացուկոց։ Ռաքելը լալիս էր իր զավակների վրա ու չէր ուզում մխիթարվեր, որովհետև նրանք չկային։ Երբ Հերովդեսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վեր կաց, վերցրու երեխային ու նրա մորը եւ գնա Իսրայելի երկիրը, որովհետեւ երեխայի կյանքը առնել ցանկացողները մեռել են»։ Հովսեփը վեր կացավ, վերցրեց երեխային ու նրա մորը եւ եկավ Իսրայելի երկիրը։ Երբ լսեց, որ Հրեաստանի վրա Արքեղայոսն է թագավորում իր հոր Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ եւ երազում հրաման ստանալով գնաց Գալիլեայի կողմը։ Եվ եկավ բնակվելու Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու։ Այս ամենը վկայում է նրա մասին, սիրելիներ, որ Աստծո խոսքը իրական է, որ այն ամեն ինչ որ Տերն ասեց, այդ ամենը իրականություն դարձավ։ Եվ Հիսուս Քրիստոսն էր անխոստացված Մեսիան, որը որ խոսքի համեմատ եկավ եւ կատարեց այն ամենը, ինչ որ պետք է որ աներ։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալի այսօրվա համար, շնորհակալ ենք ով Հայր, որ իրապես հնարավորություն ունենք գալու քո առաջ եւ քեզ մեծարանք ու պաշտամունք բարձրացնելու Տեր։ Աղոթում եմ, որ այցելես, ողորմես, մեր սիրտը բացես Տեր, որ այն ամեն ինչ որ լսենք, ճշմարտապես ընդունենք Հայր եւ փրկություն ստանալով քո որդուց Տեր Աստված, ապրենք հավիտյան քեզ հետ։ Մեզ ներիր, ողորմիր եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, եթե նայեք այս հատվածը ընդհանրապես Մատթեոսի ավետարանի առաջի գլուխը, երկրորդ գլուխը, կնկատեք մի հետաքրքիր օրինաչափություն։ Արդեն իսկ երկրորդ գլուխը, որ մենք առաջի համարից սկսեցինք, Մատթեոսը շատ հստակ այդ երկրորդ գլուխը բաժանել է 4 հատվածների։ Եւ այդ բաժանումը տեղի ունենում կարևոր մի խոսքով։ Նկատեցիք, արդեն 3 անգամ մենք այս հատվածում կարդացինք այդ խոսքը։ Ինչ խոսքա անդադ կրկնում։ Որպեսի կատարվի կամ իրականացավ մարգարեի ձեռքով ասվածը։ Անընդհատ Մատթեոսը մատնանշում է, ցույց է տալիս, որ այն ամեն ինչ որ տեղի էր ունենում, պատահականություն չէր։ Հանկարծակի չէր եկել Աստված այս ամեն ինչին։
Ընդհանրապես մենք որպես քրիստոնյաներ, երբ որ խոսքը քարոզում ենք, խոսում ենք, պետք է ուշադիր լինենք։ Մենք խոսում ենք ճշմարտություն Աստծո խոսքը, թե օրինակի համար մեր տրամաբանությունից ենք ասում, մեր երևակայությունն ենք ասում ենք այն, ինչ որ գուցե կարծում ենք ճիշտ է, թե ասում ենք այն, ինչ որ խոսքն է ասում։ Դրա համար, երբ որ օրինակի համար ավետարանչություն եք անում, աշխատեք, ձգտեք, որպեսզի մարդկանց բացեք ավետարան Աստծո խոսքը ու նույնիսկ տվեք, որպեսզի իրանք կարդան, որպեսզի վաղը եւ մյուս օրը չասեն, դե Արտուրը այս ձև է մտածում, մենք ուրիշ ձև ենք մտածում, որպեսզի խոսքի հեղինակը լինի հենց Աստվածաշունչը, ինքը կարդա Աստծո խոսքից, որովհետեւ Աստծո խոսքն է հեղինակավոր։ Ես հեղինակավոր չեմ, կաթողիկոսը հեղինակություն չի, Հռոմի պապը հեղինակություն չի, ոչ էլ ժամանակվա հայրերը, որոնք որ ինչ որ գրություններ են արել։ Գուցե ճշմարտություն են ասել, գուցե ճշմարիտ ձևով են քարոզել, ավետարանել, բայց հեղինակությունը միայն ու միայն Աստծո խոսքն է, եւ դուք անընդհատ կտեսնեք, որ Մաթեոսը անընդհատ ինչ է անում, զուգահեռ է քաշում։ Հետ է բերում, ասում է, տեսեք, այս ամեն ինչ որ տեղի ունեցավ ըստ գրվածքի։ Եվ անընդհատ մենք այս ամեն ինչը տեսնելու ենք։ Ինչու՞։ Որտեվ հրյաների համար, որպես հրյաներ, իրանք հասկանում էին, որ կարևոր Աստծո խոսքն է։ Եվ Մաթեոսը իրանց համար մատնանշում էր։ Մեզ համար, որպես քրիստոնյաների, նույնպես հեղինակությունը պետք է լինի Աստծո խոսքը, այն հիմքը, որի վրա պետք է կառուցվենք, որպես մարդիկ, որպես քրիստոնյաներ։ Այստեղ նկարագրված է 3 մարգարեություններ, որոնք որ տեղի ունեցան Քրիստոսի կյանքում։ Հենց կյանքի ամենասկզբնական հատվածում։ Առաջին մարգարեությունը, ինչ որ մենք տեսնում ենք, որ Հիսուս ստիպված ընտանիքի հետ մեկտեղ գնում է դեպի Եգիպտոս։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընթերցենք 13-ից 15 համարները։ Երբ նրանք այնտեղից հեռացան, խոսքը գնում էր ում։ Չէ, մոգերին, երբ որ մոգերը հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վեր կաց, վերցրու երեխային ու նրա մորը եւ փախիր Եգիպտոս»։ Հիմա պատկերացեք իրավիճակ։ Քրիստոսը ծնվել է, ծննդի ժամանակ գիտենք, որ հրաշք տեղի ունեցավ, ինչ արեցին, հովիվները եկան, երկրպագեցին։ Նորից զարմանում են այս ամեն ինչը ծնողները։ Անցնում է մի որոշ ժամանակ, մենք չենք կարող կոնկրետ ասենք ինչքան։ Գիտենք, որ արդեն երեխայի տանն էին գտնվում Մարիամն ու Հովսեփը, եւ ժամանակ հետո գալիս են մոգերը, որոնք որ երկրպագում են մանուկին, նվերներ են տալիս, կարծես ամեն բան լավ է, չէ՞։ Ամեն բան հրաշալի է, հրաշք է տեղի ունենում եւ պատկերացեք ուղակի հոր եւ մոր ինչպես պետքա մտածեն։ Այդ ժամանակ ոչ Հովսեփն էր լիարժեք պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել, եւ ոչ էլ լիարժեք Մարիամն էր պատկերացնում, թե ով է ծնվել։ Եվ ահա, այդքան լավ լուրերից հետո հրեշտակը գալիս է ինչ ասում։ Ասում է պետք է հիմա փախնեք։ Մի բա պատկերացրեք, փոքր երեխա, կինդ է եւ դու ես, եւ հրեշտակն ասում է, որ հենց հիմա պետքա փախնես ու գնաս Եգիպտոս։ Ասեմ, որ հրյաների համար Եգիպտոսը այդքան էլ տենց հարմար տեղ չէր փախչելու, բայց այնուամենայնիվ պետքա դուրս գային։ Եվ այն աստիճան լուրջ էր, որ երբ են որոշում փախնելու, ասում է այնտեղ մնա մինչև քեզ ասեմ, որտեվ Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի։ Հովսեփը ինչ արեց, վեր կացավ միանգամից եւ գիշերով վերցնելով երեխային եւ նրա մորը մեկնեց Եգիպտոս։ Չի սպասում, չի բանանում, դե լույսը գա, լույսով գնանք, գուցե ինչ որ բան փոխվի կամ ինչ որ մի բան տեղի ունենա։ Վտանգը հասկանում են եւ հրեշտակից շատ հստակ հրամանը հասկանալով վերցնում են երեխային ու տեղափոխվում են Եգիպտոս։ Նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը։ Հիմա տեսեք, հետաքրքիր է նորից այդ իրանց փախուստը հրաշքով չի տեղ ունենում, չէ՞։ Աստված կարար օրինակի համար մեկ անկնդարթով ինչ որ ձևով աներ, որ իրանք Բեթլեհեմից ուղղակի անհետանային ու հայտնվեին Եգիպտոսում։ Երկրորդ ուրիշ բան կարար աներ,
Աստված մեկ վարկյանում կարող բոլոր թշնամիներին ինչ աներ, ուղղակի ոչնչացներ։ Այն ինչ որ տեսել ենք եւ այն ինչ որ որոշակի կարդում ենք, Աստծո համար անհնարին բան չկար, բայց այնուամենայնիվ Տերը ուղարկում է հրեշտակին եւ հրեշտակն ասում է, որ դուք պետքա գնաք։ Ասեմ, որ ճանապարհը մոտավորապես 200 կիլոմետրից ավել պետքա ճանապարհ անցնեն։ Նորից բավականին վտանգ, խնդիրներ, դժվարություններ, բայց երբ որ այս ամեն ինչը տեսնում ենք, ինչ ենք տեսնում, գալիս են մոգերը կոնկրետ նպատակի համար, տալիս են ընծաները, որոնց համար, որ պետք է ինչ լիներ, այս ընթացքում պետք է իրանք ապրեին Եգիպտոսում։ Եգիպտոսում այն ժամանակ քաղաքներում բավականին մեծ հրեական համայնքներ կային։ Ամեն մի քաղաքում կային հրեաներ եւ նույնիսկ Ալեքսանդրիայում այն ժամանակահաշվարկներով հազարավոր հրեաներ կային։ Քրիստոսի համբարձումից հետո, արդեն որոշ ժամանակ հետո, Ալեքսանդրիայում էր, որ հրեաների կողմից թարգմանվեց 5 տակարանը հունարենով Սեպտուագինտան, որ մենք ունենք, պատկերացեք Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից է եկել։ Ինչի որտեվ հրեաների համայնքը բավականին շատ էր եւ արդեն հին եբրայերենը այդքան շատ չէր օգտագործվում եւ դրա համար կարիք առաջացավ եւ այնտեղ 5 տականը թարգմանեցին հունարենի։ Այսինքն երբ որ նույնիսկ Մարիամն ու Հովսեփը գնացին Եգիպտոս, այնպես չէր, որ ընդհանրապես անծանոթ տարածքներում էին։ Նորից հրեաների շրջանակում էին բնակվում, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչը դժվար է եւ նորից հարց կարա առաջանա. ինչի համար, Տեր, ինչի համար այս ամեն ինչը պետքա տեղի ունենա։ Մի պարզ պատճառով, մարդկության մեղքի եւ չարության պատճառով էր։ Քրիստոսի ուղղակի պատկերացեք, ծնունդի հենց ամենասկզբից մարդիկ որոշում կայացեցին, որ մենք պետքա սպանենք։ Ես սա մենակ թագավորի հարցը չէր։ Նույնիսկ ամբողջ Հրեաստանը խռովել էր, զարմացել էին, ոնց կարա ինչ-որ ուրիշ թագավոր ծնվի, ոնց կարա այս ամեն ինչը լինի։ Շատերից եմ լսել, ասում են, դե եթե օրինակի համար հիմա Քրիստոսը գար, հիմա ուրիշ ձև կլներ, մարդիկ կընդունեին կամ ուրիշ ինչ-որ ձև կլներ, չէ։ Հավատացնում եմ ձեզ, այն ժամանակ ինչպես որ վարվեցին Քրիստոսի հետ, նույն ձև էլ վարվելու էին այսօր։ Որևիցե բան չի փոխվել։ Մարդը ոնց կար, տենց էլ մնացել է, չարության այդ չար էությունը ինչպես որ կա, մնացել է այդ ամեն ինչը։ Հովանու 15-րդ գլուխում 19-ից 21 համարներում կարդում ենք հետևյալ խոսքերը։ Հովանու 15, 19-ից 21։ Եթե այս աշխարհից լինեք, Հիսուսն է ասում, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայիններ կսիրեր, աշակերտներին է ասում։ Ինչ է ասում։ Ասում է, եթե աշխարհից լինեիք, աշխարհը ինչ էր անելու ձեզ, սիրելու էր։ Եկեղեցին, եթե սիրվում է աշխարհի կողմից, ուրեմն այդ եկեղեցին աշխարհի հետ է կապված։ Սա շատ հստակ հասկացեք։ Եթե աշխարհի կողմից եկեղեցին սիրվում է, ուրեմն այդ եկեղեցին աշխարհիկ կերպով է ապրում։ Բայց քանի որ աշխարից չեք, տեսնում եք բաժանումը, այլ ես ձեզ աշխարից ընտրեցի, դրա համար աշխարհը ինչ է անում, ատում է ձեզ։ Հիշեք այն խոսքը, որ ես ձեզ ասեցի, ծառան մեծ չէ, քան իր տերը, եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են, եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ ինչ կանեն, կպահեն, բայց այս ամենին անվան պատճառով կանեն ձեզ, որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում։ Ինձ ուղարկողին չեն ճանաչում։ Հիսուսն ասեց, այն ինչպես որ ինձ հետ վարվեցին, նույնպես էլ ձեզ հետ են վարվելու, ինչի որտև շատ հստակ կա տարբերություն։ Կան հավատացյալներ, նրանք ովքեր որ Քրիստոսինն են, ովքեր որ վարվում են, քայլում են այնպես ինչպես որ Տերն է ասում, եւ շատ հստակ կա աշխարհը։ Մարդիկ, ովքեր որ ըմբոստ են, հակառակ են։ Եփեսացիս 2-րդ գլխում շատ հստակ Տերը այդ բաժանումը դնում է։ Այսօր շատ են խոսում սևերից ու սպիտակից, այսինքն այս արտահայտությունը բավականին քաղաքականացված է։ Բայց իրականության մեջ այս հստակ բաժանումը կա։ Կամ Տիրոջինն ես, կամ Տիրոջինը չես։ Կամ Աստծունն ես, կամ Աստծուն հակառակ ես։ Մեջտեղի տարբերակ չկա ընդհանրապես։
Կամ Քրիստոսինն ես, կամ Քրիստոսի դեմ ես։ Հիմա կարաք ասեք, դե ախր չէ էլի։ Ես գուցե ձեր նման չեմ կարդում, ձեր նման չեմ հավատում, գուցե ձեր նման ամեն անգամ պաշտամունքի չեմ մասնակցում, բայց դե վատ բան էլ չեմ անում, սովորական կյանքով ապրում եմ։ Վարվում եմ այնպես, ինչպես որ ես եմ ցանկանում, հենց սրա մեջ է խնդիրը։ Մեղավոր էությունը միշտ ձգտելու է մեղ գործելու։ Իր եսը կատարելու, իր կամքը կատարելու։ Հետևաբար դա Աստծո կողմից ընդունելի չի կարա լինի։ Խնդիրը գործողությունը չի, որևիցե մեկը կարա բարեգործություն անի, օգնություն ցուցաբերի, մարդկանց օգնի տարբեր հարցերի վերաբերյալ, եւ բնականաբար սա ավելի լավ է, քան թե որ չարություն անի։ Բայց այս ամեն ինչը չի փառավորում Տիրոջը, որտեվ քո եսիդ համար ես անում կամ ուրիշի բանի համար ես անում, փառավորվելուց համար ես անում, Տիրոջը փառքի համար չես անում։ Դրա համար եմ ասում, որ Տերը շատ հստակ էս բաժանումը դնում է, խոսքը ինչ որ բան անել չանելու մեջ չի։ Խոսքը մենք ով ենք, Քրիստոսին ենք, Տիրոջին ենք, թե ոչ։ Այս ամեն ինչ որ գրված է ասում է, որպեսզի մարգարեությունը իրականություն դառնալ։ Ովսեի մարգարեության մեջ 11-րդ գլուխ առաջի համարում, Ովսե 11:1։ Մենք կարդում ենք հենց այս մարգարեությունը, որտեղ որ գրված է. Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։ Ընդհանրապես, երբ որ նայեք Ովսեի կոնտեքստում եւ երբ որ նայեք այս մարգարեության իրականությունը, կտեսնեք, որ այս շրջանակում Մատթեոսը ներկայացնում է Քրիստոսին որպես Իսրայելի նախակերպը, այսինքն Իսրայելը այդ ժամանակահատվածում խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսին։ Եվ Սուրբ Հոգով ներշնչված Մատթեոսը տեսավ, որ այս ամենը իրականություն դարձավ, որովհետև մարգարեություն կար նման։ Պատկերացեք 700 տարվա տարբերություն կա Ովսեի գրածի ու Հիսուսի ծննդի։ Այսինքն Ովսեն գրում է մի բան, որը որ 700 տարի հետո իրականություն է դառնում։ Եվ Քրիստոսը ընդամենը մանուկ էր, ինքը չէր կարա այս ամեն ինչը կառավարել։ Ինքը չէր կարա ներկայացնել կամ այդ ձև տեղավորցներ, որտեղ շատերը ասում են, դե Հիսուս մեծացավ, իմացավ ինչ մարգարեություններ կա Մեսիայի հետ կապված ու սկսեց այդ ձև վարվել։ Կներեք, այն ժամանակ ինքը փոքր էր։ Ու ընդհանրապես դա իր ձեռքերից կախված չէր։ Ռեալ վտանգ կար եւ վտանգի պատասխան հրեշտակն ասեց գնացեք Եգիպտոս։ Ուրիշ հերյուրանքներ կա, որ ասում են, այ գնացել է Եգիպտոս, այնտես սովորել է մոգություն, հետո ամբողջ մարմնի վրա դաջվածքներ արել, որ հիշի ամեն մի մոգությունը ինչպես պետք է աներ, ու Հիսուս հիշելով այդ հրաշքներն էր անում։ Բայց այդ ամեն ինչը եգիպտական մոգերից են գալի, բայց նորից այդ մարդիկ ընդհանրապես Աստծո խոսքը չեն կարդացել։ Որտեվ Հիսուս երկար ժամանակ այնտեղ չմնաց։ Եվ մանուկ ժամանակում ինչ որ մոգություններ սովորելու կարիքը չուներ։ Այս ամեն ինչը տեղի ունեցավ այնպես, ինչպես որ Աստծո խոսքն էր ասել։ Ուրեմն մենք որպես եկեղեցի պետք է կարճած լինենք խոսքից, եւ խոսքը մեր հիմքը պետք է լինի։ Եվ երբ որ խոսում ենք, երբ որ քարոզում ենք, երկրորդը սա ցույց է տալիս եւս մեկ անգամ եւ հաստատում է, որ Հիսուս Քրիստոսն էր խոստացված Մեսիան, խոստացված Թագավորը։ Եվ երրորդ հասկանում ենք, որ որտեղ որ լույսն է, այնտեղ խավար չի կարա լինի, որտեղ անընդհատ այս խնդիրը միշտ գալու է։ Եթե ինչ-որ մի բան անում ենք որպես եկեղեցի, մի ակնկալեք, որ մարդիկ սիրով ընդունելու են այդ ամեն ինչը։ Կհալածեն, խնդիրներ կունենանք, բայց սա է իրականությունը։ Հակառակ դեպքում մենք ուրեմն Տիրոջինը չենք, ուրեմն քայլում ենք աշխարհի հետ համահունչ։ Երկրորդը Բեթլեհեմի երեխաները։ Կարդանք 16-ից 18 համարները։ Այն ժամանակ Հերովդեսը տեսնելով, որ մոգերից խաբվել է, այս խաբվել բառը, երբ որ նայեք արմատին, ոնց որ քմծիծաղի արժանացավ կամ ուրիշների կողմից ծիծաղի արժանացավ, խաբվեց։ Երբ որ Հերովդեսը տեսավ, ինչ որոշում կայացրեց, որ մոգերից խաբվել է, խիստ զայրացավ։ Հիմա մի բա պատկերացրեք, ես մի փոքր անցած Կիրակի խոսեցի Հերովդեսի ով լինելու մասին։ Ինքը բավականին արնախում անձնավորություն էր։ Քանի որ խնդիր ուներ իր լիարժեք հրյա չէր, խառնված հրյա էր։ Միշտ այդ վտանգը կար ու միշտ այդ վախ ուներ, որ հանկարծ ու հանկարծ ապստամբություն չլինի իր նկատմամբ։
Ու այդ մտածելակերպով գիտեք ինչ է արել։ Սպանել է իր կնոջը, սպանել է կնոջ մորը, սպանել է երեխային նույնիսկ իր զավակներից մեկին, որովհետև կասկածել է, որ գուցեև ապստամբություն կլինի իր դեմ։ Գիտեք, այս ձևի մարդը խնդիրը նրանում չէր, որ ինքը հույս ուներ, որ նման քայլով կամ երբ որ գնա ու այդ երեխաներին սպանի, կարողանալու է Քրիստոսին սպանի, չէ։ Ինչի ուղղակի պատկացեք բարդ տրամաբանություն։ Եթե մոգերը հասկացան, ինչ նպատակով է Հերովդեսը այս ամեն ինչը արել, բնականաբար հայտնելու էին, չէ՞, ընտանիքին։ Եվ բնականաբար նորմալ է հասկացողությունը, որ այլևս ընտանիքը այնտեղ չի, տեղափոխվել է, գնացել է ուրիշ ինչ-որ մի տեղ։ Բայց իր էությունը, իր չարությունը ինչ որ կերպով ինքը այդ ամեն ինչը պետք է արտահայտեր։ Եվ ինչ է տեղի ունենում։ Նա մարդ ուղարկեց կոտորելու Բեթլեհեմում եւ նրա սահմաններում գտնվող 2 տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին, ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից։ Սա նորից մոտավոր պատկերացում է, այսինքն երեխան կարող ենք այսպես ասել, 2 տարեկանից մեծ չէր, 2-ից փոքր էր, բայց կոնկրետ քանի տարեկան էր, թե տարի մի քանի ամսեկան էր, չենք կարող ասել այդ ժամանակ Հիսուս։ Բայց այնուամենայնիվ մի փոքր ավելի բարձր շեմ են վերցրել, որ այդ շրջանակում գուցեև կարողանան սպանեն։ Երբ որ կարդում ենք այն ժամանակ ուսումնասիրում ենք, Բեթլեհեմը այդքան էլ մեծ քաղաք չէր, եւ աստվածաբաններն ասում են, որ այդ ժամանակ մոտավորապես 20-ից 30 երեխա է սպանվել։ Այսինքն ինքը շատ մեծ համատարած խնդիր չէր, ու սա է պատճառը, որ շատ նորից անհավատ մարդիկ ներկայացնում են, ասում են, այս դեպքում եթե նման դեպք է տեղի ունեցել, ինչու օրինակի համար պատմաբանները դրա մասին չեն գրի առել։ Բայց ուղղակի մի բան պատկերացրեք, Հերովդեսին ճանաչելով, որ ինքը Եզևի առնախում անձնավորություն է, որ կարա ուղղակի ամեն մի առիթից ելնելով սպանի, սա նորմալ երևույթ էր իր համար։ Եվ Բեթլեհեմն էլ ոչ այդքան կենտրոնական քաղաք լինելով, պարտադիր չէր, որ գրի առնվեր այլ պատմիչների կողմից, որ նման բան տեղի է ունեցել։ Այդ ժամանակ 17 համարը իրականացավ Երեմիայի մարգարեի միջով ասվածը։ Ռամայում ձայն լսվեց, ողբ ու սաստիկ լացուկոց։ Ռաքելը լալիս էր իր զավակների վրա ու չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկային։ Գիտեք, ինչքան էլ որ մեզ համար ցավոտ լինի, բայց ես ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք։ Այս ամեն ինչը նորից տեղի չունեցավ պատահականության սկզբունքով։ Աստված հանկարծակի չեկավ որևիցե մի բան, այլ այս ամեն ինչը ասված էր, որ այս ձև պետք է լինի։ Դա նշանակում է, որ ինչ, Հերովդեսը մեղավոր չի։ Բնավ մեղավոր է, ինքը պատասխան է տվել այդ իր արարքների համար։ Մենք մեր արարքների համար պատասխանատվություն կրում ենք, բայց մեր արարքներով, մեր քայլերով մենք քայլում ենք այնպես, ինչպես որ Տիրոջ կամքի համաունչ է։ Սա մի քիչ դժվար է պատկերացնել, բայց պատկերացեք, եթե մենք մեր կամքն ունենք եւ մենք մեր կամքով քայլում ենք, ճիշտ է։ Մենք ենք որոշումները կայացնում։ Մեր տեղը որևիցե մեկը չի դրթում, որ մենք այսպես վարվենք կամ այնպես վարվենք։ Բայց Աստծո կամքի հետ Աստված գերիշխան լինելով, ամենակարող լինելով, ամենագետ լինելով, այնպես է ամեն բան դրե, որ մենք մեր քայլերով, մեր վարքով պատասխանատվություն կրելով իրականություն ենք դարձնում Աստծո գերիշխան կամքը, որը որ իրականություն է դառնալու անկախ մարդկանց որոշումներից։ Սա նորից ինչքան էլ դժվար է պատկերացնել, բայց սա է իրականությունը։ Կհիշեք Հովսեփի պատմությունը։ Ճիշտ է, 5 կտականի բոլոր պատմությունները, որ նայենք, սրա մասին շատ հստակ խոսում է։ Գուցե առիթ կլինի մի փոքր ավելի մանրամասն սրա մասին կխոսեմ, բայց ուզում եմ մի բան հիշեք։ Հովսեփը ինչ ասեց ամենավերջում, երբ որ արդեն իր եղբայրները հետն էին։ Ասեց դուք չար բան եք ծրագրել, որ կատարեիք, չի ասում լավն եք կատարել, բարի բաներ եք արել։ Ասում բայց Աստված այդ ամեն ինչը օգտագործեց բարիի համար, իր փառքի համար, որպեսզի այն սերունդը պահպանվի, որից որ Մեսիան պետք է գար։ Պատկերացնում եք։ Այսինքն
Հովսեփի եղբայրները պատասխանատվություն կրում են իրենց չարությունների համար, բայց այդ չարությունները բարին դարձան Տիրոջ շրջանակներում։ Դրա համար մենք կարող ենք հանգիստ ասել, որ իրեն սիրողների համար Աստված ինչ է անում, ամեն բան բարին գործակից է անում։ Դա գուցե ինձ համար ես չպատկերացնեմ, որն այս ամեն ինչի մեջ բարին։ Ես խնդիրների մեջ եմ, դժվարություն եմ կրում, հարցեր կան, խնդիրներ կան։ Բայց այս ամեն ինչի մեջ Տերն ասում է, որ Աստված ամեն բան բարին գործակից է անում։ Դրա համար գիտեք, երբ որ մենք ներկայում ենք գտնվում, ներկայում Աստծո գերիշխանությունը տեսնելը անհնարին է։ Մենք ուղղակի չենք տեսնում։ Բայց գիտեք, երբ ենք տեսնում Աստծո գերիշխանությունը, երբ որ ինչ ենք անում, հետ ենք նայում։ Երբ որ հետ ենք նայում մեր կյանքին, մենք տեսնում ենք Տիրոջ ձեռքը։ Մենք տեսնում ենք Տիրոջ գերիշխանությունը ինչպես է մեր ողջ կյանքի ընթացքում մեզ առաջնորդել։ Ներկայիս ժամանակ դու չես կարող տեսնել Տիրոջ գերիշխանությունը, բայց երբ որ հետ ենք նայում, տեսնում ենք։ Սա է մեզ հույս տալի առաջ քայլելու, ապրելու, հասկանալու, որ Աստծո խոսքը իրականություն է դառնալու, որովհետև հակառակ դեպքում ես վստահություն չի ունենա, օրինակ հայտնություն գիրքը, հայտնությունը իրականություն կդառնա, թե ոչ։ Բայց քանի որ ճանաչում եմ Տիրոջը որպես գերիշխան, որ ամեն բան ինչ որ ասել է իրականություն է դառնալու, ես ինչ եմ, վստահ եմ եւ հավատում եմ, որ ծննդոցից մինչև հայտնություն Աստծո խոսքը ինչ է լինելու, կատարվելու է իրականությունը դառնալու։ Ինչ Ռամայի մասին է խոսքը գնում։ Ռաման նորից մոտ 8 կիլոմետր հեռավորությամբ Երուսաղեմից հեռու մի քաղաք էր։ Եվ այն ժամանակ, երբ որ Իսրայելին տանում էին գերության, անցնում էին այդ Ռամայի քաղաքով։ Ռաքելը գիտեք, որ Իսրայելի կամ Հակոբի կինն էր, որից որ գալիս է 2 սերունդ։ Եվ այս շրջանակում, երբ որ ներկայացնում է Ռաքելը, ներկայացնում է, որ Իսրայել ազգը գնում էր գերության եւ նորից փոխաբերական իմաստով ներկայացվում է, որ կարծես Ռաքելը լացում էր, որ իմ զավակները գնում են գերության։ Սա նույնպես տեսնում ենք, որ Մատթեոսը Սուրբ Հոգով առաջնորդելով տեսել է, որ սա նորից նախակերպն է նրա, ինչ որ տեղի էր ունենալու Բեթլեհեմում, որ գալու էր պահը, գալու էր ժամանակը, երբ որ երեխաները սպանվելու էին չար Հերովդեսի կողմից։ Դա կարդում ենք Երեմիա մարգարեության մեջ 31-րդ գլուխ 15-րդ համարն է։ Հիմա չեմ ընթերցի, դուք ինքներդ կարող եք կարդալ, բայց ուղղակի հետաքրքրական է, սիրելիներ։ Նորից ամեն բան, նույնիսկ այն ինչ որ մենք ասում ենք ահավոր, ուղղակի մի պատկերացրեք։ 2 տարեկանից ցածր ինչքան երեխա կա ուղղակի սպանվեց։ Նույնիսկ այս ամենը Տիրոջ համար պատահականություն չէր։ Մարդկային չարությունը սահման չունի։ Պատերազմները շարունակվում են։ Ու նորից մարդը չի փոխվել, ու խնդիրը մենակ Հերովդեսը չի իրականում։ Այսօր էլ, եթե մենք Տիրոջը չճանաչենք, մենք էլ ենք նույն կարգավիճակում։ Հռոմեացիս նամակի մեջ առաջի գլուխ 28-ից 32 համարներն եմ ուզում կարդամ։ Առաջի գլխի այդ հատվածը նկարագրում է մեղքով առաջնորդվող մարդու բնավորության մասին, ինչպիսի վարք ունի։ Եվ հիմա ուզում եմ կարդամ մի փոքրիկ հատված, որտեղ որ Պողոս առաքյալը նկարագրում է Հռոմեացիս առաջի գլուխ 28 համարը։ Նկարագրում է, թե ինչպիսին է մեղավորը, մեկը, ով որ Քրիստոսինը չի։ Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։ Ուղղակի մի պատկերացրեք։ Մարդը մերժում է Աստծուն, մերժում է Աստծո ճշմարտությունը, Տերը ինչ է անում Աստված, թույլ է տալի, որ ըստ իր սրտի ցանկացածով ոնց ուզում է տենց էլ վարվի։ Ասեմ, որ մի քանի համար առաջ խոսում է նաև համասեռամոլության մասին, որ նորից իրանց ցանկություններից է այդ եկե, մեղքի հետևանքա, դա հիվանդության խնդիր չի ու ոչ էլ մարդու ծնվելու խնդիր է։ Սա մեղքի շատ հստակ հետևանքն է, որ մարդը ուզում է այն անի, ինչ որ իր ցանկությունը ուզում է, ու Աստված էլ թույլ է տալիս։ 29 համարը Նրանք լցված են ամեն անիրավությամբ, պոռնկությամբ,
անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով, չարախոսներ, բամբասողներ, աստվածատողներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բան հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ, նրանք իմանալով Աստծո արդար դատաստանը, որ այդպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ ինչ են անում, հավանություն են տալիս։ Հերովդեսին, եթե Հերովդեսի պատմությունը նայեք, կային նույնիսկ դեպքեր, որ ինքը որպես հրյա փորձում էր ներկայացնել, ինչպես է պետք պահել օրենքը, որն է ճիշտ, որն է սխալ, Հերովդեսը, բայց դրա հետ մեկտեղ, երբ որ իր շահի հարցը եկավ, պատրաստ եղավ մարդասպանության էլ։ Նույնպես եւ մենք ենք սիրելիներ ժամանակին։ Նույնպես եւ մենք ենք։ Պատերազմը գիտեք ինչ է ցույց տալիս։ Երբ որ մարդուն տալիս ես ազատություն, ասում ես արա այն ամենը ինչ որ սիրտը ցանկանում է, ու հույս ունես, այսինքն բավականին մեծ հավանականություն կա, որ դու դրա համար պատասխան չես տալու, մարդիկ անում են այդ գազանությունը։ Եվ դա կապ չունի։ Ես շատ հայերի եմ լսել, որոնք որ պատերազմի ժամանակ նույն գազանությունն են արել։ Սա մարդկային մեղավոր էությունն է, ու ազգի պատկանելիության հարց չկա։ Այստեղ համաձայն եմ, լիարժեք հավասար ենք, թե կանայք, թե տղամարդիկ, բոլոր ազգերը, մեղքի առումով, մեղքը իրականություն դարձնելու առումով, բոլորն էլ հավասար են։ Պատմությունն ասում է, որ Հերովդեսը բավականին ծանր մահ ունեցավ։ Բայց նույնիսկ մահվան վերջում, գիտեք ինչա որոշում անի, հայտարարումը ասում է, որ Երուսաղեմում հայտնի բոլոր հայտնի տղամարդկանց սպանել։ Գիտեք ինչի, որ գոնե իր մահվան ժամանակ Երուսաղեմում սուկ լինի, մարդիկ լացեն։ Այս ձևի մարդ էր ինքը։ Երրորդը, կարդում ենք երրորդ մարգարեությունը, որ տեղի ունեցավ, որ Հիսուս կոչվեց Հիսուս Նազովրեցի։ Կարդանք 19-ից 23 համարները։ Երբ Հերովդեսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վեր կաց, վերցրու երեխային ու նրա մորը եւ գնա Իսրայել երկիրը, որովհետեւ երեխայի կյանքը առնել ցանկացողները մեռել են»։ Ուշադրություն դարձրեցիք։ Եզակի թվով է ներկայացնում, որ մեկն էր ուզում սպաներ, թե ցանկացողները, այսինքն մեկ հոգի չէր, որ Քրիստոսի մահն էր ուզում, շատ էին։ Եվ մենք շատ հստակ Երուսաղեմում դրա մասին տեսանք, որ խառնվել էին իրար։ Դպիրներն ու փարիսեցիները, որոնք որ պետք է հետևեին Քրիստոսին, ատեցին, ովքեր խաչեցին Քրիստոսին։ Այդ նույն դպիրներն ու փարիսեցիները, այդ նույն մարդիկ, ովքեր որ պետք է ընդունեին։ Ես դե հրեշտակը շատ հստակ ցույց է տալի, որ խնդիրը մենակ Հերովդեսի մեջ չէր, սա համատարած էր, սիրելիներ։ Հովսեփը վեր կացավ, վերցրեց երեխային ու նրա մորը եւ եկավ Իսրայելի երկիրը եւ լսեց, որ Հրեաստանի վրա Արքեղայոսն է թագավորում իր հոր Հերովդեսի փոխարեն։ Ինչ է կարծում, որ հայերն ասում են պտուղը ծառից չի գնում, սա իրական հերու չի գնում, սա իրականություն է։ Նոր թագավորը նույնպես բարեխիղճ չէր, այլ փորձեց իր հոր նման դաժանություններ անել եւ շատ հանգիստ 3000 հոգի ուղղակի սպանել էր ապստամբությունը կանգնեցնելու համար։ Ու գիտեք երբ էր սպանել։ Երբ որ զատիկի ժամանակ էր, երբ որ շատ հрьяաներ ուղղակի եկել էին զատիկին մասնակցելու եւ այդ ապստամբության հետ ընդհանրապես կապ չունեին։ Դրա համար վտանգը նորից ռեալ էր, կար էս ամեն ինչը։ Եվ երազում հրաման ստանալով ինչ արեց, գնաց Գալիլեա կողմը եւ եկավ բնակվելու Նազարեթ կոչվող քաղաքում։ Լրիվ պատահական էր սա։ Չէ, հետաքրքիր է, նորից Մատթեոսը շատ հստակ ուզում է շեշտի, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու։
նորից պատմաբաններն ասում են, որ Հերովդեսը բավականին ծանր մահ ունեցավ, Ստամոքսի խնդիր է ունեցել եւ ցավերի մեջ է մահացել։ Բավականին լուրջ ցավերի մեջ է մահացել։ Եվ Աստծո խոսքը նորից մեզ զգուշացնում է, որ մենք պետք է զգուշ լինենք։ Որևիցե մեկը ընդհանրապես Աստծո դեմ չի կարող գնա։ Վաղ թե ուշ ամեն մեկ իր պատասխանը ստանալու է։ Եթե ոչ երկրից վրա բացահայտ մենք որպեսի տեսնենք, բոլորն էլ մահվանից հետո Աստծո առաջ կանգնելու են։ Չես կարող խաբես, չես կարող թաքնվես։ Որևիցե բան չի անցնելու հենց այնպես։ Ամեն ինչ Աստծո առաջ բաց գրպքի պես գրված է։ Գիտեք, որ նաև դատաստանը սկսելու է մեզանից։ Այո, դատաստանը չի լինելու նրա համար, որ փրկվելու ենք, թե չենք փրկվելու, որտեղ արդեն փրկված ենք։ Բայց պատասխան ենք տալու, ինչքանով ենք հավատարիմ Տիրոջը, ինչքանով վարվեցինք այնպես, ինչպես որ Տերը մեզ պատվիրել էր։ Ինչքանով Տիրոջը ծառայեցինք այն շնորհներով ու տաղանդերով, որը որ տվել է ամեն մեկիս։ Խնդիրը մենակ բեմի ծառայողների մասին չի, սիրելիներ։ Մենակ ես չեմ Աստծո ատյանի առաջ կանգնելու, բոլորս ենք կանգնելու։ Դրա համար ամեն մեկս էլ մենք պետք է մտածենք, ինչքանով ենք մենք վարվում այնպես, ինչպես որ Տերը քեզ կանչել է քո շնորհներով ու այն տաղանդներով։ Դրա համար եթե ուզում եք ծառայեք, բայց օրինակի համար ասում եք, չգիտեմ, լավ ոնց ծառայեմ, ինչ անեմ։ Եկեք միասին խոսանք, ես սիրով միասին կտեսնենք, թե ոնց կարանք միասին Տիրոջը ծառայենք, որտեվ ամեն մեկս մենք մեր պատասխանատվությունն ունենք։ Ու պետք է հասկանանք, որ ժամանակը գալու է ու Աստծո առաջ, Հիսուսի առաջ բոլոր թշնամիները ծնկի են կանգնելու։ Գիտեք, այս հատվածը, որ հիմա կարդալու ենք, քանի անգամ է մեջ բերվում, թե ավետարաններում, թե գործ կառաքելոցում, որտեղ մենք այս բանը նորից մեր ականջներից շատ անգամներ գնում է։ Մենք արդարություն ենք փնտրում, մենք ասում ենք Տեր Աստված, ինչի է այս ձև անարդար, ինչի թշնամիները միանգամից չեն պատժվում։ Գործ կառաքելոց 2-րդ գլուխ 34-ից 36 համարները։ Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է, Սաղմոս 101-ում ասում. Տերն իմ Տիրոջն ասաց, նստի իմ աջ կողմում, մինչև որ թշնամիներիդ ոտքերի տակ իբրև պատվանդան դնեմ։ Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրան ուշադրություն դարձրեք, եւ Տեր եւ օծյալ արեց այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք։ Սա մի բան է, որ մեզ համար պետք է շատ հստակ հաստատվի։ Ես հավատամ, չհավատամ, հնազանդվեմ, չհնազանդվեմ, Տեր իր գահի վրա նստած է։ Ինքն է տերերի Տերը, ինքն է օծյալ Թագավորը, որը որ դատելու է ողջ աշխարհը։ Եթե իմ Տերն է, իմ Փրկիչն է, եկեք տենց էլ վարվենք։ Եկեք այս ձևի Տիրոջը ծառայենք, ոչ թե վախվորած, ոչ թե չհասկանալով ինչ է տեղի ունենում, որ ամեն ինչից քշվում ենք, ամեն ինչի շրջանակում վախենում ենք, հույս չունենք։ Ուր է մեր հավատը, սիրելիներ։ Եթե ամեն բան գրված էր ու այդ ամեն ինչը հաստատվում է Տիրոջ խոսքի առումով, ինչպես որ Մատթեոսն է շատ հստակ հաստատում ցույց տալիս, ուր է իմ հավատը, ինչ եմ շատ դեպքերում վարվում, կարծես անհավատ, որ հույս չունեմ։ Մարիամն ու Հովսեփը Նազարեթից էին, եւ տրամաբանական էր, որ ինչ որ խնդիր առաջացնելուց գնացին նորից Նազարեթ։ Կհիշեք ինչի համար էին գնացել Բեթլեհեմ։ Որտեվ մարդը համար պետք է արվեր եւ ազգականները այն կողմից էին, բայց ապրում էին Նազարեթից։ Նազարեթ անունը հիշում եք ինչ որ լավ մարդկանց մոտ լավ բաներ ասոցացնում։ Հակառակը Կհիշեք Հովանու առաջի գլուխ 46 համարում, երբ որ Նաթանայելին ասում են, որ Մեսիային գտանք Նազարեթից, հիշում եք ինչ ասեց։ Ասում է եւ Նաթանայելը նրան ասեց. հնարավոր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա։ Փիլիպոսը նրան ասաց. արի եւ տես։ Գիտեք, սա ոչ թե նրա մասին էր ասում, որ Նաթանայելը վատն էր։ Հակառակը մենք տեսնում ենք, որ Քրիստոս գնահատում է Նաթանայելին։ Այրան ներկայացնում է որպես արդար մեկը։ Բայց նորմալ էր, այսինքն ընդունված էր, որ Նազարեթում գտնվող անձնավորությունները մարդիկ բռի ժողովուրդ էին, կոպիտ էին, այսինքն որոշակի տենց չարություն կար։ Եվ
Հիսուսին Նազովրեցի անվանելը ոչ թե որպես գովաբանություն էր, այլ հակառակը, կարծես հակառակը ինչ որ sense մի բիծ էր տալիս Քրիստոսի ով լինելուն։ Եվ շատ դեպքերում այս խնդիրը մենք տեսնում ենք։ Կհիշեք Նազարեթում, երբ որ Հիսուս հելավ քարոզելու առաջի անգամ, ինչ արեց ժողովուրդը։ Ուզում էին վերցնեին իրան սարից նետեին։ Այս ձևի ժողովուրդ էին, այս ձևի մարդիկ էին։ Բայց այնուամենայնիվ նույնիսկ սա Տերը ծրագրել էր։ Հիմա եթե փնտրենք 5 տականը, իրականում մենք այդ ձևի մարգարություն չենք գտնի։ Եթե 5 տականը կարդակ, 5 տականում չկա այդ ձևի մարգարություն, որ գրված է, որ օրինակի համար Հիսուսը պետքա Նազարեթից լիներ։ Գիտեք, նման դեպքեր կան, որ օրինակի համար նույնը կարդում ենք նաև Հուդայի գրքում, երբ որ ներկայացնում ասում է մարգարեների առումով այս ձևա գրված, բայց մենք այդ մարգարությունը չունենք։ Աստված ինչ-ինչ պատճառներով այդ մարգարությունները չի ներառել 5 տականի մեջ։ Բայց Մատթեոսը Սուրբ Հոգով առաջնորդվելով գիտեր, որ այդ ձևի մարգարություն կա եւ սրա մասին հայտնում է նոր կտականում։ Եվ նույնը նաև Հուդայի գրքում, երբ որ կարդում ենք։ Տերն է, որ ամեն բան դնում է իր տեղը, իր ժամանակներում։ Եվ այո, նույնիսկ Հիսուսի Նազարեթից լինելը մարգարեացված էր։ Ինչ ենք սովորում ընդհանրապես այսօրվա հետ կապված։ Ուզում եմ գոնե մեկ բան շատ հստակ մեզ համար պարզ լինի։ Աստծո խոսքը իրականություն է դառնալու սկզբից մինչև վերջի վերջակետը։ Եվ այն կախված չէ ոչ մարդկային տրամաբանությունից, մարդկային ցանկություններից, պետությունների որոշումներից, այլ ամեն բան, ամեն մի մարդ կախված է Աստծո որոշումներից եւ գրվածից։ Երկրորդ բանը, որ ես ուզում եմ շատ հստակ մեզ համար հստակ լինի, որ Հիսուս Քրիստոս կատարյալ եւ ընտրված մեսիան էր, որը եկավ եւ իր գործը կատարեց, խաչի վրա մեզ փրկություն տվեց եւ հիմա հոր աջ կողմը նստած է եւ բոլորս գալու ենք Տիրոջ առաջ։ Եվ գալու է ժամանակը, երբ որ ինքը գալու է եւ իր թագավորությունն է հիմնելու։ Սա շատ հստակ է եւ շատ հստակ մենք սա պետք է հասկանանք։ Եվ երրորդը սիրելիներ, առանց Քրիստոսի ես գնալու է ու խաչելու է Քրիստոսին։ Մեր մեղքերի մեջ մեռած մենք հակառակ էինք Աստծուն։ Եվ սա ուղղակի Տիրոջ ողորմությունը աշնորհքն է, որ հավատով առ Հիսուս Քրիստոս մերը տես, երբ որ մենք թշնամի ենք, մեզ սիրեց, փրկեց ու իրեն զավակ դարձրեց, որպեսզի մենք էլ գնանք ու Տիրոջ փառքը պատմենք ազգերին։ Սա է Տիրոջ ողորմությունը։ Մենք լավը չենք եւ լավը չենք էլ լինելու։ Ամեն բան Տիրոջ մասին է, ու իր Տիրոջ ողորմության ու Տիրոջ փառքի համար է։ Տիրոջը փառք տվեք ու վստահ քայլեք։ Կարդացեք խոսքը, ճանաչեք Աստծուն, ճանաչեք այն ամենը, ինչ որ ինքը ուզում է ձեր կյանքի համար։ Որտեվ սա է ճշմարտությունը միակ։ Եկեք աղոթենք ու աղոթքով վերջացնենք։ Տեր Աստված, բոլորս իրապես անարժան էինք։ Երբ որ թշնամի էինք, երբ որ խաչում էինք, դու աղոթք էիր անում, ասում էիր Տեր, ների՛ր նրանց, որտեվ չգիտեն թե ինչ են անում։ Երբ որ մեղքերի մեջ մեռած էինք, հակառակ էինք քեզ, Տեր, դու սիրեցիր, ողորմեցիր, գթացիր եւ կյանք տվեցիր, Տեր։ Դրա համար ամեն բանը քո մասին է, Տեր Աստված։ Ամեն փառքը միմիայն դեպի քեզ է ուղղված, Տեր։ Որտեվ միմիայն դու ես արժանի ամեն փառքի, ամեն մեծարանքի։ Դու ես Տերերի Տերը եւ ամեն իշխանություն քո ձեռքերում է։ Դու գիտես մարդկության պատմության սկիզբը եւ ավարտը։ Դեռևս որևիցե բան, որ տեղի չէր ունեցել, Տեր, դու սահմանեցիր փրկությունը քո որդու միջոցով։ Եվ հիմա մենք քեզանով կյանք ունենք։ Սիրելի բարեկամ, եթե մինչև հիմա դեռ Քրիստոսին չես ճանաչում, Քրիստոսին որպես քո Տեր ու Փրկիչ չես ճանաչում, կարող ես գալ իր ոտքերի առաջ,
աղոթես ու ասես Տեր Հիսուս ներիր, որտեվ մեղավոր եմ։ Ապրել եմ այսքան ժամանակ այնպես, ինչպես որ ես եմ ցանկացել։ Իմ կամքն եմ կատարել, ոչ թե քոնը։ Ուզում եմ քո ձեռքերում պիտանի զավակ լինել։ Ուզում եմ հավիտենականությունս քեզ հետ անցկացնել։ Ուզում եմ, որ իմ Տերը ու Փրկիչը լինես։ Հավիտյանս հավիտենից, որ փառավոր եմ քո սուրբ անունը։ Ներիր, ողորմիր եւ դու փառավորվիր։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի հավիտյանս հավիտենից։ Ամեն։